օգոստոսի 8-ը եկավ թաղելու նոյեմբերի 9-րդ կետը, իսկ 9-րդ կետը նոյեմբերի հենց նրա համար է, որպեսզի մենք Սյունիք այլևս չունենանք, որպեսզի այնտեղ գան տեղակայվեն ռուս սահմանապահները, ինչպես դա տեղի ունեցավ Լաչինում, հետո ինչ-ինչ էկոակտիվիստներ կամ մեկ այլ սցենար մշակեն, գան եւ փակեն սահմանը, ադրբեջանցիները, ռուսներն ասեն մենք բան չեն կարող անել, դրա փոխարեն ինչ-ինչ այլ օգուտներ իրենք կստանալ Թուրքիայից կամ Ադրբեջանից, ինչ որ բարտեր գործարքների կգնան, եւ մենք կկորցնենք Սյունիքը, հետո էլ մենք արդեն տարիներով պետք է տարբեր միջազգային ատյաններով փորձենք վերադարձնել Սյունիքը։ Դա տեղի չունեցավ, եւ ես շնորհավորում եմ բոլորից, որ Սյունիքը մնաց մեզ, եւ բացի դրանից Սյունիքը ավելի ուժեղ է դառնալու, քան էր։ Եվ օգոստոսի 8-ը հենց դրա համար է, որպեսզի Սյունիք լինի ավելի կարևոր, ավելի աշխարհագրական կենտրոն է դառնում Սյունիքը։ Ռազմավարական առումով շատ կարևոր է, ընդ որում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ Թրիպը լինելու է նաև օրինակ միջազգային հանրության համար, թե ինչպես կարելի է օրինակ երկու հակամարտող երկրներին բերել կառուցողական դաշտ եւ տնտեսական հնարավորությունների դեպքում իրենք սկսեն համագործակցել։ Սա շատ լավ օրինակ է։ Այդ ընդդիմությունն այսպես կոչված, ես չգիտեմ ինչից են իրենք խոսում։ Ինչից են սրտնեղած։ Ինչ են սրտնեղել։ Իրենք սրտնեղել են, որտեղ իրենք տապալել են իրենց գործառույթը, իսկ իրենց գործառույթը Հայաստանի Հանրապետության ներսում մեկ այլ կոնֆլիկտ ստեղծելն էր, որը չի ստացվում եւ չի ստացվելու, եւ իրենք հեռանալու են։